Թող կարդան, պատմեն, ինչ պետք է պատմելու բան չկա։ Բանակցային փաթեթը հրապարակելուց հետո նախկին նախագահներին այլևս բանավեճի չի հրավիրում Փաշինյանը, մեղադրում է անգործության համար։ Հայամետ լուծման շանս ա եղել, դուք չեք արել։ Բան չեք մեզ դավաճան ասում, ուրեմն դուք եք ձեզանից մեզ դավաճան չկա։ Տարբերակ A եւ B տարբերակ, այդ ամենը ընդամենը աչքակապոցի է։ Եթե դեբատի հարցում վարչապետը մտափոխվել է, ընդդիմության դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ։ Փաստաթղթերի հանրայնացումը ինքնին արդեն ցույց է տալիս, որ բանավեճ արարածված արդեն գոյություն չունի, որտեղ մարդիկ կարդացել են, իրենց եզրահանգումներն արել են եւ արդեն բոլորի համար շատ ակնհայտ է, թե ով որ փուլում ինչ գործընթացի է գնացել, ինչ կարմիր գծեր է ունեցել, ինչ սկզբունքներ է ունեցել, ինչ դիրքորոշում է արտահայտել եւ ի վերջո ինչպես է գործել։ Իսկ ինչ են բացահայտում բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթերը։ Նախկինները բանակցում էին Արցախը պահելու թե հանձնելու շուրջ։ Փաստաթղթերը հրապարակելուց հետո էլ իշխանությունն ու ընդդիմությունը տրամագծորեն տարբեր տեսակետներ են հայտնում։ Ընդդիմադիրները նախ նկատում են թղթերը կիսատ-պռատ են հրապարակվել, Փաշինյանը ներկայացնում է իր ճշմարտությունը։ Այդ 2019 թվականի հունիսի թուղթը է դա, երբ որ ես ասել եմ ինձ, ասեք որն է սեղմագիրը նախորդող շրջանի, համանախագահները դա տվել են որպես նախորդող շրջանի բանակցային սեղմագիր։ Եվ այդ համատեքստում է, որ ես հարց եմ տվել, ասել եմ լավ, ես կարդում եմ։ Հիմա ինձ հետաքրքիր է ձեր մեկնաբանությունը։ Հիմա այս փաթեթներով կարա Ղարաբաղը չլինի Ադրբեջանի կազմում։ Որևէ այս մեխանիզմով եւ հնչել է շատ հստակ պատասխան։ Այո, եթե Ադրբեջանը համաձայնվի։ Սա ինչ, հա, նաեւ գրած է, իհարկե, գրած է, բայց նոր մարդես մտածում ես գրածը կարող է ճիշտ չես մեկնաբանում։ Փաշինյանը վստահեցնում է բանակցային գործընթացի տարընթերցում այլևս չկա, ամբողջը հրապարակված է, միջին վիճակագրական քաղաքացին, եթե կարդա ոչ մի հարց անպատասխան չի մնա։ Հիմա բա Քիվեստի փաթեթը ինչի չի հրապարակվել, որտեղ չկա Հայաստանի կառավարության տիրապետության ներքո Քիվեստի փաթեթ։ Բա որ նման փաստաթուղթ չկա, ինքը ինչ է ներկայացնում, ասում է sense բաներ պահանջեր ներկայացվում։ Չէ, կա տենց փաստաթուղթ։ Քիվեստի փաթեթի հենքը այնա, ինչ որ տպված է փաթեթում, որը Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբը, Լևոն Տեր-Պետրոսյանը տվել է Հայկական ժամանակ թերթին եւ հրապարակվել է։ Էդ է Քիվեստի գաղափարական հիմքը։ Մեկնաբանելով Մեղրիի փոխանակման վերաբերյալ Քոչարյանին ուղված մեղադրանքը Արթուր Խաչատրյանն ասում է, դրա մասին Ադրբեջանն ինչ որ առաջարկ ներկայացրել է, բայց 2001-ին սեղանին դրված փաստաթուղթն այլ բովանդակություն է ունեցել։ Ինքը բանակցային փաստաթուղթ չէ, տեսեք այն թուղթը, որ իրանք են ներկայացրել։ Թուրքիան որպես առաջարկություն ներկայացնող։ Բա ինչ են ասում, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկացել է Մեղրին հանձնել։ Այդ իրանց հարցն է։ Խոսում են, որպեսզի իրականությունը աղճատեն, որտեղ իրանք հասկանում են, որ Ռոբերտ Քոչարյանը իրանց քաղաքական օպոնենտն է։ Ուշագրավ է Սերժ Սարգսյանի նամակը Վլադիմիր Պուտինին, ըստ իշխանության երրորդ նախագահն այդ ժամանակ ունեցել է ռազմական կամ պատերազմական գործողությունների վերսկսման բարձր հավանականության գնահատական։ Արձանագրել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սպառազինությունների բալանսը խախտված է։ Նաեւ հայտարարել է, որ բանակցությունները փակուղում են։ Փակուղին ռազմական գործողություն չի երաշխավորում։ Սերժ Սարգսյանը գնահատական է տվել բանակցային գործընթացի տվյալ իրավիճակում ստեղծված փուլին։ Այսինքն, բայց մենք դա ունեցել ենք 3 տասնամյակ, ասում եմ տասնյակներով ենք նմանատիպ իրավիճակներ եղել, որոնք լայնամասշտաբ ռազմական գործողությունների չեն բերել։ Ես իհարկե զարմանում եմ ֆանտազիայով մեր ընդդիմադիր գործընկերների։ Ռուբինյանը մեջբերում է 2018 թվականի Սերժ Սարգսյանի ելույթը, երբ հայտարարել էր, որ բանակցային գործընթացը կանգնած է ու հույս չի ներշնչում։ Իսկ ինչու տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը։ Մենք ժառանգել ենք շատ բարձր տարբերություն ռազմական բյուջեների, որը մեր օրոք է իդեպ քչացել, այսինքն տարբերությունը։ Բանակցային բոլոր փաստաթղթերում պարզ չէր, թե ինչ է լինելու Լեռնային Ղարաբաղի ճակատագիրն, ասում է Ռուբինյանը, իսկ այդ պահին բոլորը Լեռնային Ղարաբաղը ճանաչում էին որպես Ադրբեջանի մաս։ Վերջին փաստաթուղթը, որին կողմերից որևէ մեկը ասել է այո, եղել է 2011 թվականի Կազանյան փաստաթուղթը, որին Հայաստանը իդեմը Սերժ Սարգսյանը ասել է այո,
Ադրբեջանը իդեմ Իլհամ Ալիևի ասել է ոչ։ Ազգային ժողովի փոխնախագահը հերքում է անդիմությանն ու ասում, որ 2019-ին նոր առաջարկ չի եղել Ղարաբաղի հարցով, իրենք ոչինչ չեն մերժել։ 2018 թվականի դրությամբ փաստաթղթերի սեղմագիրն է եղել, այսինքն այն ինչ կար այդ պահի դրությամբ։ Եվ մենք դրա գնահատման փուլում ենք եղել։ Իսկ Հիվեստի փաստաթղթի բացակայությունը Ռուբինյանի բնորոշմամբ Տեր-Պետրոսյան, Քոչարյան, Սարգսյան, Սիրո եռանկյունու հարց է։ Իզաբելլա Հովհաննիսյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։